18:30-ի Ազատության հրապարակում։ 2018-ի ապրիլին նոր հոկտեմբերի 27-ին ուզում կազմակերպել Լենա Նազարյանն ու Արարատ Միրզոյանը։ Գործող ԽՊԱ-ական պատգամավորն ու արտգործնախարարը, այն ժամանակ երկուսն էլ ընդդիմադիր պատգամավոր, հաջողել էին ազգային ժողովի դահլիճում գործի դնել էլեկտրասնուցման և համացանցային կապի ապահովման լարերը վնասելու համար նախատեսված հրավտանգ առարկաներ։ Բողոքի խաղաղ ակցիաների, անգամ գենդեր փարթիների ժամանակ օգտագործվող այս ծխարցակները էլեկտրասնուցման և համացանցային կապի ապահովման լարերը վնասելու համար նախատեսված հրավտանգ առարկաներ է համարում քննչական կոմիտեն։ Այսօր է կոմիտեն այս լուսանկարը տարածելով վստահեցրել վտանգը չեզոքացված է, 15 մարդ կալանավորված։ Բացահայտվել է մեր պետականության, Հայաստանի Հանրապետության անվտանգության և կայունության դեմ նախապատրաստվող հանցագործություն։ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում մեջ բերել է իր ասելով սոցցանցերում կարդացած մի կարծիք, թե Հայաստանում կանխվել է նոր հոկտեմբերի 27-ը։ Օգտատերերի մի խումբ արձանագրում էր, որ Հայաստանում հոկտեմբերի 27 է նոր կանխվել։ Նրա թիմակիցը առանց եթևեթելու անձամբ իր անունից է ասել, այո, մի նոր հոկտեմբերի 27 է կանխվել Հայաստանում։ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը և մյուս իրավապահ մարմինները աշխատել են փայլուն և նոր հոկտեմբերի 27 տեղի չի ունեցել Հայաստանում։ Չեք պատկերացնի հոգիս ոնց էր փառավորվել, երբ որ իմացա, որ ոստիկանների ձեռից վահաններ ու մահակներ եք։ Մարտի 1-ի դեպքերից 10 տարի հետո իշխանության եկած մարդու հոգին նորից փառավորվել է ուզում։ Միայն թե հիմա ինքը ոստիկանների կողմից է։ Ուզում է պետական պարգևներ կախել ԱԱԾ-ի, դատախազության, քննչական կոմիտեի, ոստիկանության այն աշխատակիցների կրծքերից, որոնք լավ են աշխատել չորեքշաբթի, զանգվածային խուզարկությունների, դրանց հաջորդած ձերբակալությունների ու կալանավորումների ընթացքում։ Առավել արդյունավետ գործած աշխատակիցներին ներկայացնեք պարգևատրման և պետական պարգևի։ Ամբողջ գիշեր դատական նիստեր են եղել քաղաքացիական պայմանագրի կուսակցական մամուլի օրգան Civic-ից տարածված հեղաշրջման պլանի գործով։ Դատախազությունը 15 մարդու կալանավորման միջնորդություններ է տարել դատարան, բոլոր միջնորդությունները բավարարվել են։ Բացի Բագրատ Սրբազանից, 2 ամսով կալանավորվել են 44-օրյա պատերազմում զոհված հերոս Հակոբ Ռոստոմյանի հայրը, Արա Ռոստոմյանը, դաշնակցական Իգոր Սարգսյանը, Սրբազան պայքարի աջակից Լիդիա Մանթաշյանը, Արցախի ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Գալստյանը, Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը։ Բագրատ Սրբազանին մեղադրանք է առաջադրվել ահաբեկչություն նախապատրաստելու, զանգվածային անկարգություններ հրահրելու, իշխանության բռնազավթման փորձի հոդվածներով։ Նրան տեղափոխել են ԱԱԾ պատվալ։ Ես տեսել եմ ոնց է այդ մարդը 44-օրյա պատերազմի ժամանակ եկել մեզ հետ խրամատում կանգնել։ Չի կարելի այդքան սրիկա ստոր լնել, չի կարելի այդքան տականք լնել։ Այս ամեն ինչը վերջանալու է մի օր։ Եվ այն մարդիկ, որոնք որ այս ամեն ինչին մաս են կազմելու, ես ասում եմ ձեզ նայելով, դուք բոլորդ պատասխան եք տալու։ Իրավապահ համակարգի գործեր կարողներ, դուք բոլորդ պատասխան եք տալու, օրենքի առջև, ձեր խղճի առջև։ Ես կրկնում եմ, նորից եմ կրկնում, հատուկ այն մարդկանց համար, որոնք որ այս ամբողջ օրվա ընթացքում այս կեղծիքը, լուտանքը, ստորությունները տարածում են, մի պահ իրենց հայելու առաջ նայեն, իրենք ինչ են արել երկրի պետության համար, ինչ ունեն արած այս երկրի պետության համար, այսօր հերոս որդի տված ծնողին է տանում, այս մարդիկ կարմիր գծեր չունեն, այս մարդիկ որևէ խղճի, բարոյականության զգացում անգամ չունեն։ Դատարանի բակում են գիշերը եղել Հանրապետության 90 հասցեներում խուզարկություններից հետո ձերբակալվածների հարազատներն ու աջակիցները։ Չորեքշաբթի առավոտից Երևանում, Էջմիածնում, Աբովյանում, ընդդիմադիր գործիչների տներում իրականացված զանգվածային խուզարկություններից ու ձերբակալություններից հետո ԱԱԾ-ականները ոչ մեծաքանակ զենք զինամթերք էին հայտնաբերել, որոնց մի մասի լիցենզիաները երևում էին հենց քննչական կոմիտեի հրապարակած կադրերում։ Ակտառ էր, պարզեր թե ինչ է կատարվում։ Զենքներ, զենքի կողը թույլտվության կտրոններ, վկայականներ, այսինքն օրինական մարդուն իրեն կցագրված զենքը այդտեղ որպես ահաբեկչության զենք են
գործիք են համարում, որքանով է լավ ողջամիտ, որ մարդը իրեն որսորդական կցված զենքը որպես ահաբեկության գործիք գործածի։ Զանգվածային խուզարկությունների հիմք Սիվիկ-ԵՄ-ի հրապարակած թղթի շուրջ էլ կասկածները խորանում են։ Ըստ սրբազան պայքար շարժման ճակերտավոր հեղաշրջման այդ ծրագիրը պատրաստել են անհայտ անձինք դեռ 1 տարի առաջ։ Սիվիկը թղթով ծածկել էր ծրագրի իրագործման ժամանակը, իսկ քննչական կոմիտեի հրապարակման մեջ նույն թղթի վրա հստակ երևում է այն 1 տարվա վաղեմություն ունի։ Տերորիստների եւ տերորիստների պաշտպանների։ Գևորգ Պապոյանի համար չկա անմեղության կանխավարկած, նա ահաբեկիչներ է անվանում 15 կալանավորվածներին։ Իսկ նրա քաղաքական թիմի ղեկավարը ահաբեկչությունը հերոսաբար տապալելուց հետո սուրը պատվով պատյանն է դնում, բայց հոգին կարծես ուզածի չափ չի փառավորվել։ Հարմար պահի է սպասում կամ մտադիր է կազմակերպել մի այդպիսի պահ։ Facebook-ում արդեն ակնարկում է, որ մարդկանց կհավաքի Սուրբ Էջմիածնում, կստիպի կաթողիկոսին հեռանալ։ Մայրաթորը պղծած կտրիչը պետք է հեռանա Վեհարանից, եթե ինքնակամ չհեռանա հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու հավատավոր հոտը նրան կհեռացնի քրիստոնեաբար։ Վեհարանը վեհի։ Մայրաթորի գերագույն հոգևոր խորհուրդը խիստ մտահոգություն է արտահայտել Բագրատ Սրբազանի եւ նրա համախոհների նկատմամբ ձեռնարկված գործողությունների, նրանց մեղսագրվող ծանր մեղադրանքների կապակցությամբ։ Մայրաթորը անվստահություն է հայտնել իրավական գործընթացին, ընդգծել Հայաստանի վարչապետը եւ իշխող կուսակցության տարբեր ներկայացուցիչներ ակնհայտ քաղաքական նկատառումներով, տարաբնույթ հրապարակումների միջոցով փորձում են ուղղորդել իրավապահներին։ Լարա Արաքելյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին։ Սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք, ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։